Կամավորությունը միայն անվճար աշխատանք չէ, այն նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտություններ զարգացնելու եւ հասարակական խնդիրների լուծմանը մասնակցելու հնարավորություն է։ Մարդկանց առավել հաճախ կամավորության է մղում ուրիշին օգնելու ցանկությունը։ Միաժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նման աշխատանք կատարողների իրավունքները պաշտպանված են օրենքով։ Կամավոր աշխատանքի համար պետք է կնքվի պայմանագիր, անհրաժեշտ միջոցները պետք է տրամադրվեն ձեզ նախապես, իսկ լրացուցիչ ծախսերը փոխհատուցվեն։ Դուք իրավունք ունեք ձեր կամավոր աշխատանքը կատարելու անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմաններում։ Պայմանագրով սահմանված դեպքերում դուք կարող եք ունենալ ապահովագրություն, իսկ եթե ունեք հաշմանդամություն, դուք իրավունք ունեք ստանալու նաեւ խելամիտ հարմարեցումներ։ Կամավորությունն աշխատանքային ստաժ չի համարվում, բայց այն արժեքավոր փորձ է, որը կարող եք ներառել ձեր ինքնակենսագրականում, ներկայացնել գործատուներին կամ ուսումնական հաստատություններ։ Իրավական երաշխիքների առկայությունը, սակայն դեռևս բավարար չէ կամավորությունը լայնորեն տարածելու համար, նշում են փորձագետները։ Սոցիոլոգների դիտարկմամբ Հայաստանում կամավորական ակտիվությունը նախկինում ավելի մեծ էր։ Նրանք այն կարծիքին են, թե մարդկանց շրջանում պատրաստակամություն կա, սակայն այն պետք է խելամտորեն կազմակերպել եւ ուղղորդել։ Պետք է զբաղվեն, կազմակերպիչներ պետք է լինեն եւ դա, ասենք, նախարարությունը չի էլի։ Այդ գործը ինքը կարող է կոչ անի, բայց պետք է լինեն կամ անհատ կազմակերպի, կամ ինչ-որ կազմակերպություններ, ոչ կառավարական, ոչ պետական, որոնք հատուկ դրանով զբաղվեն, այնց բան չի, որ հայերին բնորոշ չի, շատ լավ էլ բնորոշ է։ Մասնագետների գնահատմամբ միայն կամավորության կոչ անելը կամ դրա հնարավորությունների մասին պարբերաբար հիշեցնելը ցանկալի արդյունք ապահովել չեն կարող։ Անհրաժեշտ են կառույցներ, որոնք տեղերում կկարողանան մարդկանց համախմբել, հասկանալ համայնքների կարիքները եւ կամավորներին ներգրավել կոնկրետ խնդիրների լուծման գործում։ Պետք է լինեն, ասենք, գոնե ինչ-որ հկներ, որոնք կառավարության կողմից խրախուսում են եւ ֆինանսվում են, որոնք ցած բջիջների նման ամեն մարզու տարբեր շրջաններում եւ նրանց ինչ որ ձևով եւ թե ֆինանսապես թե տարածքի իմաստով խրախուսեն, այդ շարժումը շատ օգտակար է հասարակության համար։ Դե դա պետք է դառնա պետության քաղաքականություն։ Օրինակ Ռուսաստանում էլ չկար երկար ժամանակ, հետո իրանք ամբողջ շարժում ստեղծեցին։ Կամավորության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց պատրաստակամությունը, այլև կազմակերպված համակարգ, հստակ ծրագրերով, պատասխանատու կառույցներով եւ հասանելի հնարավորություններով, նշում են փորձագետները։ Այդ դեպքում ուրիշին օգնելու ցանկությունը կարող է վերածվել շարունակական եւ հասարակության համար օգտակար աշխատանքի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։